Բարև ձեզ, այսօր մեր հյուրն է Իզմիլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր դոկտոր Արտուր Գրաբսկին։ Բարև ձեզ, դոկտոր ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ։ Շատ շնորհակալ ենք, որ ամեն դեպքում MRT-ն մեծ դեր է զբաղեցնում ձեր ամենօրյա մասնագիտական կյանքում։ Կուզենայինք ավելի շատ խոսել ուռուցքների ախտորոշման մասին, որովհետև հիմնականում MRT-ն կիրառվում է հենց փայռացի սիստեմայի գնահատման համար։ Մեր հեռուստադիտողի համար կուզենայի, որ կրճատ ներկայացնեիք, թե ինչ է իրենից ներկայացնում փայռացը եւ որ դեպքերում եք դուք ուղարկում MRT հետազոտության։ Շնորհակալություն, իհարկե MRT ուղարկում ենք, որ իմանանք փայռացը, ոչ թե փայռացը գիտենք, որ ուղարկենք MRT։ Եվ ճիշտ եք ասում, հիմնականում MRT ուրոլոգիական մասով կիրառում ենք հենց ուռուցքների դիագնոստիկայի եւ առավել եւս շաքարային գեղձի ուռուցքների դիագնոստիկայի համար, որտեղ մյուս ուռուցքների ինֆորմացիայի քանակի եւ արագության առումով կատե ուրոգրաֆիան եւս շատ մեծ դեր ունի։ Դրա համար բուն պրակտիկ, որ ասեմ, կոնկրետ մենք ամենահաճախ կիրառում ենք շաքարային գեղձի ուռուցքների դիագնոստիկայի համար։ Եվ քանի որ դա շատ ակտուալ պրոբլեմ է առավել եւս ժամանակակից կյանքում, գիտեք, տղամարդկանց համար շաքարային գեղձի չարորակ ուռուցքները մոտավորապես երկրորդ տեղն են զբաղեցնում բոլոր չարորակ ուռուցքների մեջ, այնտեղ թոքի ուռուցքից կամ աղեստամոքսային տրակտի, բայց երկրորդ տեղն են զբաղեցնում ոչ պատվավոր կասեի։ Եվ MRT-ն են մի գործիքներից է, որ մեզ թույլ է տալիս, երբ որ կասկածում ենք, որ կարող է այս մարդը, որը դիմել է ինչ-որ սիմպտոմներով շաքարային գեղձի հետ կապված, ունենա շաքարային գեղձի քաղցկեղ։ Եվ քանի որ երկար տարի զբաղվում ենք, եւ ասեմ, որ անցյալ տարի մենք նշեցինք 20-ամյակը մեր կլինիկայի, որը զերոյից բացած նոր հիվանդանոցում ուրոլոգիական բաժանմունքը եւ հասավ մեծ հաջողությունների եւ առաջի տարվանից իսկ մի դաշտը, որը էքսկլյուզիվ էր մեր բաժանմունքի համար եւ Հայաստանում շատ լայն չէր կիրառում, դա շաքարային գեղձի տրանսրեկտալ բիոպսիաներ սոնոգրաֆիկ հսկողության տակ։ Մինչև այդ մեծ փորձ ունենք, մատով ենք անում, մատի հսկողությամբ եւ եթե ժամանակ ունենք, ասեմ, որ թե այդ գործողության անելիքը, երբ որ մատով պիտի շոշափեիր, կարող ինչ որ կոշտուկ տեսնեիր, թե նասեղը, որով վերցնում էինք, որ ինքը այն ցիլինդրը, որ հիմա ավտոմատ ճակերտավոր կրակոց ենք ասում, պիտի մեջինը ձեռով մի բուտ մատով հրեիր, հետո մյուսը եւ այդ ցիլինդրերից կտոր վերցնենք եւ այդ ասեղը այնքան հաստ էր, որ նույնիսկ մեկ հին բաժանմունքի ուրոլոգները, որ հավաքում ենք, հիշում ենք, ասում ենք, հիշում եք 1997 թվին մեր բաժանմունքի այն ժամանակ Միքայելյան է աշխատում։ Երկու հիվանդ էին առավոտ շուտ ման գալիս կարիդորով, մեկը ասում էր ձեզ էլ են հետանցքից տուր արել։ Ասում հա, ինձ էլ են արել ու ասեմ ձեզ, որ մի քանի օր հետո սկսում են լավ մեզել։ Ասում ենք այդ ոնց եղավ այդ բիոպսիայի ծակեցինք, այտուցվեց, այդ մարդը լավ է մեզում ու ես հիշեցի հին սովետական քրոնիկ բորբոքման բուժման ձևեր կար, չգիտեմ դուք լսել եք թե չէ, աուտոգեմոտերապիա էր կոչվում։ Ես չէ։ Հին ձևեր շատ, երբ որ հին խոցեր կային, հա, հին խոցեր կային ոտքերի վրա կամ չլավացող վերքեր, ինչ որ մեկը ասել էր, որ եթե նույն հիվանդի երագից արոնը վերցնես, մկանային սրսկես իրեն, դա ստիմուլյացիա է իմունիտետը եւ լավացնում է վերքերը։ Այսինքն այն քրոնիկ այդ պրոստատիտի, որտեվ գիտեք, ինչի ենք MRT անում հիմա այդ գալու։ Մի մասը բարձր պիեսեն ընդհանրապես կապ չունի քաղցկեղի հետ։ Մարդը կարող ունենա մեծ պրոստատ ու պրոստատիտի պատճառով պիեսը բարձր լինի եւ MRT-ն այն գործիքն է, որ կանրադառնամ ավելնորդ բիոպսիաներ չանենք։ Նաեւ մի մասամբ
իրեն այդ պունկցիան, որ անում ենք մեծ ասեղով, եւ այն ժամանակ իհարկե այդ բիոպսիայի պրոտոկոլն էլ տարբեր էր, 3 կտոր էր վերցում ամեն կողմից, հիմիկվա մինիմալ ստանդարտը 6 կտոր ամեն կողմից ստացվում էր, ինչ որ աուտոգեմոտերապիա, ինչ որ մի բան էր նում, այդ պրոստատիտի այտուցը թողում էր, այդ մարդը սկսում էր լավ մեզել ու նույնիսկ չասած իր հիմնական վիրահատության ինքը արդեն որոշ գոհ էր։ Նախընթանիչ պրոցեդուրա էր էլի ստացել։ նույն դեմքի պլազմոթերապիան է։ Տեխնոլոգիան այնքան կոպիտ ու բան էր, որ նույնիսկ այդպես դեպքեր ունենք։ Ինչևէ վերադառնամ 2005 թիվ, եւ որ սկսեցինք կիրառել իդեպ մեր ուսուցիչ այն ժամանակ տրանսրեկտալ դաչիկով սոնոգրաֆ առանձնապես չկար մի հատ ունեն դիագնոստիկ կենտրոնում այն հանրապետականի, որը ճուներ են հնարավորությունը, որ իր վրայով արել պերինեալ էին ինչ որ ձևով անում, քանի որ բավականին դա դժվար էր, շատ չէր զարգանում, մեծ մաս ուրոլոգներ մատով են նայում, այդ առաջի սարքներ, որ ուներ տրանսրեկտալ դաչիկ, տվիչ հայերեն են ասում, մի քիչ անունը բանը, չի մենք դաչիկ ենք ասում, վրան կար կանալ եւ այդ ծրագրով գիծը, որով այդ ավտոմատ ասեղով կարողանում ենք սոնոգրաֆիկ հսկողության տակ վերցնել կտորներ տարբեր մասերից պրոստատի ըստ միջազգային պրոտոկոլի, նույնիսկ քանի որ ավելի երիտասարդ միգուցե էնտուզիաստիկ էինք, մի սոնոգրաֆ ունեինք ընդհանուր հիվանդանոցին, բացի նավրոլոգիայում այդ դաչիկով կար, այդ սոնոգրաֆ ուներ ռեկտովագինալ դաչիկ եւ սոնոգրաֆ ուներ նաեւ հավելյալ ծրագրեր, էներգետիկ դոպլեր եւ цветное դոպլերովսկայ կարտիրովնի գույնավոր։ Եվ կարտացել ենք, որ ուռուցքային օջախներ նաեւ նամատակարում ունենան եւ այն թվերին նույնիսկ նենց հատուկ սարքերով սարքել էինք այդ направляющий ասեղի բանը, որը չկար իրենա, եւ այդ ռեկտովագինալ դաչիկով նույնիսկ այն գույնավոր սոնոգրաֆի տակ սկսել ենք այդտեղից կտորներ վերցնել։ Սլայդեր ունենք, հոդվածներ եւ այլն։ Ինչ եմ դա այսքան երկար պատմում, հետո որ մի քանի հազար բիոպսիա արեցինք, մի քանի հազար։ Տեսանք, որ ամենա 30-ից 40% բիոպսիաների բարորակ էին։ Հա, այսինքն այնպես չի որ բոլորը ռակ ունեին կամ չարվորակ։ Եվ այն ժամանակվա հին ոչինչ որ անդադես եմ խոսում։ Շատ հետաքրքիր։ Այս բանը Ես իդեմ ներողություն հատելու համար դուք պատմում եք, ես մտովի մի բան էի մտածում, ասում էի օրինակ ժամանակակից ուրոլոգների սերունդը հիմա ինչքան բան է կորցնում, որ այսպիսի հետագից դասագրքային պատմությունը եւ ուսուցողական բան էլ ունի մեջը, որովհետեւ օրինակ հետաքրքիր է միշտ այդ խիրուրգիական մասնագիտությունները, այդ ոնց են զարգացել։ Հա, այդ զարգացման ընթացքը օրինակ մերը մի քիչ ուրիշ մասնագիտություն է, մենք ի սկզբանե ավելի մեքենայացված ենք, իսկ այն մասնագիտությունները, որոնք որ հենց ձեռքային մանիպուլյացիաներ են պահանջում։ Ձեր ասոցիացիայի ղեկավարները միշտ ասում են ռադիոլոգները ամենահարուստ բժիշկներն են։ Ուրիշացել է։ Չենք մեկնաբանում այս հարցը, բայց ես քո ասացին պատասխան կուզենայի հասեի, որ ինչքան լավ է, որ դա այդքան զարգացել է, որովհետև փաստացի MRT հետազոտության միջոցով դուք կարողանում եք քիչ շատից պատկերացում կազմել իրոք բարոյական թե չարոյական օջախը եւ էլ այդ բիոպսիաների հավելյալ տրավմատիզացիայի եւ երկարելու բուժման ճանապարհի խնդիրը չենք ունենում, էլի մենք, այսինքն եթե դուք տեսնում եք ռադիոլոգի կողմից նկարագրված փայռած 4 կամ փայռած 5, արդեն իսկ ենթադրում եք, որ սա բուժման կարիք ունեցող օջախ է։ Դրա համար ես կարծում եմ մենակ լավ է, որ այդ ամեն ինչը արագ է զարգացել է։ Լավ է, ես ուղղակի մի քիչ ավելի sense Չէ, ուզում ասել որ պատմությունը շատ երկար է։ Հա։ Մինչև միգուցե դուք որ թվին եք ընդունել բժշկականից։ 2010 թվին 2010 ես Ահա, մինչև դուք դեռ չեք ընդունվել բժշկական ինստիտուտ, այդ բادرով եք զբաղվում եք եւ այն ժամանակվա պրոտոկոլը ինչպես էր, քանի որ MRT-ն էլ շատ հասանելի չէր։ Չկար ես Եվ եղած MRT-ն 0.3 տեսլանոց MRT-ն էր։ Առաջին հիվանդանոցային համալիրում այո։ Որը
չէ, առաջին Մասիվում, հիվանդացում չէր։ մասիվում կա։ Այն բանին էլ էր դիագնոստիկայում կար մի հատ, ամենահինը, MRT, Քոչարյան Արամն էր զբաղվում։ Հետո երբ բանի Նայիրի էին բերել 0.3 տեսլա կար, հետո մի հատ երկրորդ եկավ բաց կոնտուրով, որ այդ մարդիկ կլաուստրոֆոբիա չունենան, այսինքն ձեր պատմությունն էլ գիտեմ։ Ուրեմն ինչպես էր պրոտոկոլ, այսինքն դուք հետազոտում ես հիվանդին, եթե պիեսա է բարձր կամ ինչ 3 ցուցում ունեինք բանի բիոպսիայի, դա բարձր պիեսա է, մատով կասկածելի հանգույց եւ սոնոգրաֆիկ հետազոտությամբ կասկածելի հանգույց, այդ 3 ցուցանիշով մենք դնում ենք ցուցում բիոպսիայի։ Ու եթե հայտնաբերում էր բիոպսիայից չարվագորուցք, այդ վերցրած կտորներից, դրանից հետո նոր գնում էր հիվանդը MRT-ի։ Եվ դա պիտի սպասեր 4 շաբաթ, չգիտեմ ինչ, որտեղ MRT-ն գալիս էր այն հարցերը, որ քաղցկեղ ունեցող հիվանդին մեզ պետք է MRT-ն տար, այսինքն կապսուլան անընդհատ է թե ուռուցքը կապսուլայից դուրս եկած է, թե մեջ այլ հանգույցներ կար թե չէ, պատասխանը աղավաղվում էր геморрагические имбибиции, возможно, последствия биопсии, սենց ինչ-որ բաներ։ Եվ քանի որ հազարավոր էին կանում այդ բիոպսիաները, ներքին բանով զգացել է, որ սխալ է, որ բիոպսիա անում ենք, հետո ենք MRT անում։ Եթե որ ուզում ենք կարող մինչև 3 ամիս այդ հետքերը մնան պրոստատի մեջ, որտեղ պրոստատը գեղձային հյուսված կա եւ միշտ հիվանդներին, որ ասում ենք, ինչի այդ քրոնիկ պրոստատիտը լավ չի բուժվում եւ այլն, դե խիստ բժշկական տերմինների մեջ չմտնելու եւ չբարտացնելու, ասում եմ, պատկերացրեք այն ձեր խոհանոցի գուբկեն, որ աման եք լվանում, երբ որ թրջվեց, չորացնելը ինչքան դժվար է։ Մի 3 ամիս պիտի արևի տակ թողեք, կարող չորանա, թե հետո բայց սեղմեք էլի ինչ որ ջրի կաթիլ կգա։ Պրոստատի այդ մանր գեղձերը կոպիտ ասած նման են, եթե մեջը մնաց ինֆեկցիան, նա իր չորացնելը շատ դժվար, դրա համար միշտ գիտեք են 30-40 տարեկանից տղամարդուն ասում են պրոստատիտ ունես, ծնկները թուլանում է մի անգամից, որտեղ ոնց սֆերաներ կան, որ միայն դրա բուժման վրա առելի թե տեղ, թե միջոցներ եւ այլն հատկացնում են։ Ինչևէ զգացում կար, որ ավելի լավ MRT-ն անել սկզբից։ Դրա համար նույնիսկ չունենալ մենք հիմա աշխատում ենք Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի պրոտոկոլներով, գայդլայներով մասամբ ամերիկյան, մինչև պրոտոկոլում հայտնվելը մենք արդեն ասում ենք հիվանդներին ընկերներ։ Սկզբից կիրառում ենք բոլոր այն մեթոդները, որը ձեզ առանց ձեռք տալու է դիագնոստիկան, հետո ենք սկսում են մյուս մասը, որը պիտի ներթափանցենք, բիոպսիա անենք, ցիտոսկոպիա եւ այլն, ամեն ինչին է վերաբերում, այդ ներքին իմ պրինցիպներ։ Ինչ հետաքրքիր է, ոնց որ մենք սենց տենց ենք շարժվում, որտեվ դա 20 տարվա ընթացքում անցավ, այսինքն էվոլյուցիան ապրել ենք այդ հասկանում եք այդ բանի։ Եվ անում ենք սկզբից MRT, հետո բիոպսիան, որ երբ որ այն հարցը, որ կարող այդ բիոպսիայի հետևանքը այդ արնազեղումները նրանից են կամ դուք ծակել եք կապսուլան ընդհատվել է դա դրանից, այդ հարցը դուրս գար ավտոմատ։ Անցավ տարիներ եւ եկավ արդեն ավելի հզոր MRT-ները, ժամանակ են 1.5 տեսլան, հիմա 3 տեսլան, չնայած բուն մեր գործի այդ հարցադրումի համար երկուսն էլ կիրառել են։ 1.5 էլ գեղձի համար, ուղղակի դա ավելի լավ վիզուալիզացիա ունի։ Գիտեմ, որ 3 տեսլան չնայած բարձր է, բայց ինքը իր թերություն ունի, որտեղ 3 տեսլայով սարքի զգայունությունը ամեն մի փոքր շարժում ինքը կարող պամեղ տա Իվանի, ինչը 1.5-ի վաղտ ավելի քիչ է դա։ Հա, նայած թե ոնց նաստորը կարողացել։ Իդեպ ասեմ, որ երկրորդ կրթությունն էլ ունեմ, ռադիոլոգ եմ։ Հա, դե սոնոգրաֆիայով եք, չէ՞, երևի զբաղվում։ Մի քանի անցյալ տարի լինելով պրոֆեսոր եւ այլն ընդունվել եմ նոր կլինարդինատուրա եւ սոնոգրաֆիստի բան ունեմ։ Սերտիֆիկատ։ Այդ մասով, քանի որ ուրոլոգիայի մեջ այդ տեխնիկական մասերը
անընդհատ կիրառել են։ Տեսեք, ես պրոստատի մաս ասի այդ սոնոգրաֆիան, որը պրակտիկորեն բոլոր ուրոլոգները, այսինքն ապարատը դրած է բաժանմունքում, առնվազն մնացորդային մեզ կարողանում են նայեն կամ գիշերը, որ հիվանդը կա շտաբ անհետացիկելի, նայեն կոլիկա է թե ոչ, միզակապությունը թե ոչ։ Բայց երբ որ սկսում եմ ես, այն ժամանակ բաժանմունքներում չկար սոնոգրաֆիստ հիվանդանոցիններ, որը ժամը 5-ին դուրը փակում էր սոնոգրաֆը մեջ գնում էր տուն։ Մի առանձին պատմություն էլ դա է, հետո կպատմեմ, շատ հետաքրքիր բաներ։ Միշտ գիշերն են գալիս ու ոնց թե ինչպես պիտի կազմակերպեր գիշերային սոնոգրաֆիան։ Ուրիշ պատմություն է, մի օչերք էլ կարելի դրանից պատմել։ Ինչևէ, եւ ներկա պահում մեր բաժանմունքում, օրինակ հիմա ուրոլոգիայում 4 սոնոգրաֆ կա դրած։ Մեր տարբեր սարքեր, ինչի համար եմ ասում, լիտոտրիպսիաներ ունենք անում ենք, որը վիզուալիզացիա է պահանջում կարին, մեծ մասը կոչվում է դուալ վիզուալիզացիա եւ ռենտգենովա վիզուալիզացիա արում եւ սոնոգրաֆով, այսինքն հետը սոնոգրաֆ կա եւ ի տարբերություն սոնոգրաֆիստի լիտոտրիպսիայի քարը սոնոգրաֆիայով գտնել եւ բերել ֆոկուսի տակ, պահանջում է շատ այլ գիտելիք ու ջանքեր, որտեվ մի բանը դու քո արմար դիրքից նստած նայում ես, մի բանը անշարժ դաչիկի վրա հիվանդին պիտի այնպես շարժես, որ ինքը քարգա այդ վրան։ Այդ ռադիոլոգիական մասն եմ ասում։ Ուզում եի հասկանայի, այսինքն ձեր բաժնում այդ 4 տրամոգրաֆները տրամադրված են ուրոլոգին, դուք չունեք կցված սոնոգրաֆիստ։ Չունենք դիագնոստիկ բաները, մենք չենք անում։ Հիվանդանոցի ընդունարանի դիագնոստիկ բաժանմունքում եւս 2 սոնոգրաֆիստ կա շտատն է, որ անում են սոնոգրաֆիաները։ Մենք չենք դիագնոստիկ անող։ Հա, բայց սարքերը ձեզ մոտ են տեղադրված։ Դա մեր սարքերն են։ Հասկացա։ Նրան այնտեղ կան ուրիշ ավելի հզոր եւ այդ գույնը մեր սոնոգրաֆները մեզ պետք էլ չի այդ գույնավոր դոպլերներ եւ այլն։ Մեզ հենց սոնոկարցինկան է պետք։ Մյուս շատ կարևոր հանգամանքը, որ նեֆրոստոմաներ եւ պունկցիաներ որ անում ենք, սոնոկոնտրոլ կա, որով պիտի ընկնենք մեր ուզած տեղը, նա արդեն ավելի բարդ է, որտեվ երիկամը այնպես օրգաններով է շրջապատված, որ մի քիչ էսկոմ ենքոմ պլևրա, աղիք, աորտա, կավ, ավենա, լյարդ եւ այլն պիտի հստակ տեղը մտնես։ Վերադառնանք MRT-ին։ Այսինքն ներկուստ զգացել ենք, որ ճիշտ է MRT սկզբից անել հետո բիոպսիան, այն ժամանակ չկար պիրած եւ այլ կլասիֆիկացիաներ, հետո իայտեկան այդ ավելի հզոր MRT-ները եւ պիրածը, դեղ առաջի վերսիա, հիմա ինչքան գիտեմ 2.1-ն է, որ եւ պիրածով կլասիֆիկացիա ոչ բոլոր MRT-ներից ենք ստանում։ Շատ ինֆորմացիա չկար դեռ այն ժամանակ։ Հա, չէ, բժիշկներ կային, որ չեմ կարող ասել, թե չէին տիրապետում, թե տեղյակ չէին, հավես չունեին այդ նայելու, այդպես գրեին, գրում էին կարծինը, ասենք, բարվորակ գերաճի պատկեր կամ չարվորակ, այդ կլասիֆիկացիան չկար։ Իդեպ ասեմ, որ մինչև հիմա որոշ տեղեր նաև խնդրում են, որ պրոստատ անում են, բացի 3 չափսից, որ գրում են, նաև ծավալ գրեն, որտեղ ժամանակակից բուժման մեթոդներ ունենք, ոչ չարվորակի, այլ նաև ադենոմայի բուժման մեթոդը կախյալը նաև ծավալից։ Այսինքն մինչև այս ծավալ կարելի անել հասարակ ինսիզիա, մյուս կարելի լազեր անել, մյուս էնուկլեացիա, ծավալը պետք է։ Ստիպած կալկուլյատորը բացում հաշվում ենք։ Ճիշտ ասած, մինչև անցած տարի չէինք գրում, բայց ուրոլոգների հետ խոսալուց հետո հասկացանք, որ ձեր գայդլայնները, քանի որ ըստ ծավալի են, դա մեր մոտ էլ է նորարարություն, այսինքն մենք էլ ենք նոր դրդում դա մեր պրոտոկոլների մեջ։ Հիմա այլևս գրում ենք։ Ինչևէ, պատասխան ստանալուց եւ եւս փորձից ելնելով ասեմ ձեզ, որ բազմաթիվ ռադիոլոգների հետ շփվել ենք, սոնոգրաֆիստ եւ այլն, եւ որևէ մեկը չի ծնվել ռադիոլոգ կամ վիրաբույժ կամ ինչ-որ բժիշկ, բոլորը պիտի սովորեն եւ ընթացքը, երբ որ պահանջը դնես, այն հետադարձ կապը պիտի արձագանքը պիտի լինի առողջ եւ պատրաստական։ Շատ մասնագետներ են անցել եւ մնում են աշխատելու եւ կտրուկ
պրոֆեսիոնալ են դառնում, օրինակ սոնոգրաֆիստներն, նա ով որ ինչ եմ ես ասում, որտեվ կարող նայեն մարդը կոլիկայով եկել է, միզացորանում քարը փոքր լինի, կողքից մի քիչ մեզ անցավ, ստազը անցավ, նայում ասում է քար չկա։ Դեպքեր են եղել, որ ասել են քար չկա, գնացեք տուն, 2 օր հետո պացիենտը գալիս է քար ձեռ, ասում է քար չկա, որտեղից ընկավ։ Հիմա սկսում ենք ներողություն խնդրել, որ սոնոգրաֆիստը չի տեսել, մենք էլ չենք տանի առանց սիմպտոմի, երբ որ ցավը թողել իմանին, սկսենք կատեներ անել եւ այլն, որտեվ բժշկության մեջ ոչ մի բան 100%-անոց չկա։ Բայց այն որ զանգում ասում ես, գիտեք, ինչ բաց եք թողել կամ ռենտգենոլոգին ասում ես, քարը սա է, չեք նկատել այսպես, կային բժիշկներ ասում են, ես չեմ տեսել, ես այսպես եմ տեսել, եթե 1-2-3 նույնիսկ առանց մեզ ինքը շուտով գնալու է տեղից, չի աշխատի, որտեղ անդադ կոնֆլիկտ է լինի, ոչ թե մեր հետ, նաև պացիենտներ։ Մենք միշտ սիրում ենք Բայց այն մեկ օր ասում է, հա նորից կնայեմ, եղել են դեպքեր կանչում ենք վիրահատարան նայում ենք, ասում ենք, տեսեք, ստեղը այսպես է, կտրուկ զարգանում են առաջ, դրա համար ասում եմ, այն ռադիոլոգներով կլինիկաներ հետ կապ ունեն կամ կլինիկայի մեջ են, իրենք արդեն բարձր է մակարդակը, որտեվ հետադարձ կապը շատ կա։ Ամեն դեպքում մենք պատկերացնում եք մեկը գրի թե ես որ տեղում քար կա, հիմա չեմ ասում, առաջ կտրված կանենք, հաստենք կտե տեսնենք քար չկա։ Պրոբլեմ։ MRT ոդքասթի գործընկերն է MRT կլինիկը։ 3 տեսլահզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում են ընդամենը 1-2 օրում։ Մեզ մոտ ամենամատչելի արժեքն է, գործում է առողջության համընդհանուր ապահովագրություն, ինչպես նաև անհատական ապահովագրություն։ Ձեր MRT-ն MRT կլինիկում։ Մենք միշտ ամեն դեպքում մեր ցանկացած մարդ մեր սխալների վրա ենք սովորում, ու եթե չես ընդունում քո սխալը, չեմ։ Լավ կլինի ուրիշների էլ։ Ոնց որ քիչ է տենց ստացվում իրականում։ Լավ կլներ, բայց դե ամեն դեպքում ոնց որ ամեն մեկը իր սխալների վրա ավելի շատ է սովորում եւ պետք է իր սխալների վրա սովորում, մուդրին ուրիշների սխալների վրա։ Բայց ամեն դեպքում մենք աշխատում ենք շատ կլինիցիստա կենտրոն, այսպես ասած, ու իհարկե ռադիոլոգը միշտ կլինիցիստի հետա կլինիցիստի համար առաջին հերթին աշխատում։ Որոշ դեպքերում մենք կլինիցիստի կարիք ունենք, որոշ դեպքերում կլինիցիստը մեր կարիքը ունի եւ դա պետք է լինի փոխադարձ վաբլագը պացիենտը միշտ այդ ենք էլի ասում։ Մենք դոկտորի հետ առաջի անգամ ենք հանդիպում, բայց հեռախոսազանգեր ունեցել ենք ու այդ շատ կարևոր է։ Գիտեք, արդեն երբ որ փորձը, գիտեք, միշտ կրկնում եմ, որ բանը հայրս մի հատ ընկեր ուներ, տարբեր փորձությունների միջից էր անցած այն սովետական ժամանակ, երբ որ 75-6 թվեր ինչ է Իրաքին նավթահանքերը սովետին էր պատկանում, նավթ էին անում, այսինքն ինքը հասցրել էր բանի հրդեհի ժամանակ նավթով բենզինով բոճկեկը պայստից հանել որ չպայթի բան, ասենց լեգենդար մարդ էր, բան։ Ասում էր, որ սկսում եմ պատմել կյանքի հետ անցած ինչ-որ բաներ, կողքից անցած մարդիկ նայենք, ասեն, այս մարդ գլուխը գովում, ես ինչա նստել ինքը իր գլուխը գովում, բայց իրական դեպքերի փորձն է անցել։ Հիմա այդ ինչ-որ ասում եմ, անցած էտապներ, չթվա թե ինչ-որ մեծամիտ բաներ եմ ասում եմ, այն ինչպես զարգացել ենք։ Հիմա դրա շարունակությունն է, երբ որ պատասխանը ես տեսնում եմ սոնոգրաֆիայի, ԿՏ MRT-ի միանգամից է երևում մասնագետը պրոֆեսիոնալը թե չէ առաջի տողերից հավատացեք եւ ամենաշատ ինձ զարնացում է երբ որ ռադիոլոգի եզրակացության վերջում գրած ռեկոմենդովը на консультацию направившего специалиста մենք գրում ենք Ջորջան այդ направивший специалист ուղարկել է ձեզ հետազոտելու դուք ասում եք հետ իմ կոնսուլտացիան այստեղ մի բան ասեմ Ձեզանից հասնում է եզրակացություն տալ Ձեզ չեմ ասում մի քանի բուժիմնար կա որ խորհուրդ է տրվել ուղարկողի կոնսուլտացիա ուղարկողը ուղարկել արդեն
Հետա գալու ինքը նա եզրակացությունը, դուք իմ կոնսուլտացիան ինչ եք խորհուրդ տալիս։ Դա ոնց որ ես ձեզ զուտ բացատրեմ ինչի հետևանքով է, դա մեծ հիվանդանոցների պահանջն է, որ ցանկացած ախտորոշման մասնագետ, ախտորոշիչ մասնագետ ուղղորդի ինչ որ մի այլ մասնագետի ու ցանկալա ներհիվանդանոցային տարածքով, դրա Դա արդեն կոռուպցիա է։ Բայց մենք չենք գրում ուղղորդող մասնագետի Մենք կոնսուլտացիա։ գրում ենք անհրաժեշտ է urologi կոնսուլտացիա, ասենց, հա։ Բայց երբ որ գրում են ուղարկողի, ուղարկող ուղարկելա դուք։ Հա, տենց չենք գրում գոնե, եթե Դուք ձեզ ձեր ձեռատալիս եզրակացությունը գրեք, հետ կգա այդ մասնագետի մոտ։ Դոկտոր դրա մյուս կողմն էլ կա, շատերը գալիս են առանց ուղղորդող մասնագետի ուղղակի MRT-ի ու Մենք գրում ենք ուղղորդողի մոտ ու մոտ է գնալու։ մենք չենք գրում Մենք չենք գնում օրտո, մենք գրում ենք անհրաժեշտ է urologi, անհրաժեշտ է վիրաբույժի, անհրաժեշտ է Եթե ինք նյարդաբանի։ առաջնային, այո, բայց երբ որ գրածը рекомендуем на консультацию направившего специалиста։ Հա, լավ, մենք տենց չենք գրում, որ սենց այս հարցով։ Ձեր հարցերն եք բարելով այդպես պատմածով։ Հա, ես մենք Մեկ մենակ ասի կողմ ցավալը գրում եք, մեկը այդ ֆրազա չեք գրում։ Չէ, իրականում այս ոդկասթը արվել է նրա համար, որ ընդհանուր բարելավի մեր ռադիոլոգիական համայնքի վիճակը եւ բացի այդ էլ ժողովրդին ծանոթացնել, թե ինչ է ռադիոլոգիան, այսինքն ոնց է աշխատում MRT կլինիկը, ոնց է աշխատում առհասարակ ռադիոլոգիչский համայնքը։ Էլ եմ ասում, մենք սովորում ենք մեր սխալների վրա, եթե պիտի հիշենք օրինակ իմ ուսուցչի երջանկայի շատ տակ Իվան Գերաշի պրոֆեսոր Աղաջանյանի միշտ այդ սոնոգրաֆ որ գնում ենք կոնսուլտացիայի մի հատ պորտատիվ սոնոգրաֆ ունեն տանում ենք այդներ որ հիվանդները լսում են անվճար կոնսուլտացիա մեջ էխոկա գալիս է մի հատ էխո արեք մեզ նկարեք մի հատ բայց մարդ ասում է սա չենք բերել մենք ուրոլոգ ենք էխո դիագնոստիկ անելու քանի որ մեր օրգանները որովայնի մեջ են այս սոնոգրաֆը դա չի կընդամենը մեր ձեռքի շարունակությունն է որ այն ներսը տեսնենք այդ երիկամը ինչպես է ոչ թե եկել ենք բանի հետազոտ ենք սոնոգրաֆիկ հիմա MRT-ն էլ մի գործիքներից մեկն է որը թույլ է տալիս մեջ տեսնել ներսը այս դեպքում հիմնական մասում պրոստատի համար որտեվ լավ գիտեք օրինակ մեր մյուս ամենամեծ դաշտը որով ուրալգիա զբաղվում է միզակարային հիվանդության համար կիրառելի չի մեկ ասեմ ձեզ նաև այդ կիրառում ենք անձամբ ես երբ որ հիվանդները ինչ որ 7 պարունակող կոնտրաստի բան ունեն ցավալային գոյացությունների ախտորոշման համար Չէ, քարի մասն եմ խոսում անում ենք նատիվ կատե սկան ենք անում քարեր գտնում ենք իրենց խտությունը եւ այլն եւ եթե հարց կա որ մեզ ուրոգրաֆիան է պետք զանգում ենք MRT-ի մասնասում ենք կարող MRT ուրոգրաֆիա անել թեկուզ գիտեք կա որ որպես կոնտրաստ մեդիա մեզ օգտագործել նույնիսկ առանց կոնտրաստ մեզով այդպես կոչված վիրտուալ ուրոգրաֆիա դա էլ են կիրառում բայց դա հազվադեպ դեպքեր են մեծ մասը պրոստատն է մեր դաշտում նոր մտքովս անցավ մենք խոլանգիոգրաֆիայի ծրագրով չենք կարողանա միզածորան նայել ինչ տարբերություն միզածորանի եւ լեու միջև եթե մենք քար ենք ման գալիս մի օր կարելի է փորձարկել տենց մի բան էլ նայել կոսվինը կարող եք տեսնել ինքը այն որտեղ օբստրուկցիա կա քարը կտեսնենք այն մասը բայց բուն կատեի չափա չի հասնի ինֆորմացիությունը դե դոկտորին իմանաք ալերգիկա պացիենտ է եթե այդ ալերգիկի ժամանակ էլ եմ ասում քարը մեզ չի հետաքրքրում ուրոդինամիկան որ MRT-ով կերևա հաստատ կտեսնեք մեզ ստրիկտուրա օբստրուկցիա կա չէ մեզի բանը այդ կերևա կտեսնենք լավ վերադառնանք հարց ունեք ասեք ես ճիշտ ասած ոնց որ մինչև այդ ուզում էի խոսայի ձեր բաժանմունքի հիմնադրման մասին գիտեի որ անցած տարի ձեր 20-ամյակներ ուզում էի հասկանայի ոնց եք դուք եկել ուրոլոգ դառնալու գաղափարին ցանկացել եք դառնալ բժիշկ թե չէ եւ ի վերջո ինչն է ձեզ բերել հենց ուրոլոգիական աշխարհ սկզբից մեծ եւ ծանր բաների մասին ես մտածում կարդիոխիրուրգ դառնալ, նեյրոխիրուրգ եւ այլն։ Իսկ քանի որ այդ գիտելիքների ֆունդամենտալ բանից է գալիս, որոշեցինք որ սկզբից կրծքային վիրաբույժ դառնանք, որ կրծքի մեջ, կրծքավանդակի մեջ բոլոր հարցերի լավ թերապետել, հետո արդեն սրտի վրա։ Եվ այն թվերին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրենը Թամազյան Համլետը
քանի որ սկսվել էր բանը այդ ինստիտուտի պատմությունը ինքը Սովետ միության խիրուրգիայի ինստիտուտի ֆիլիալ էր Մոսկվայից եւ այնտեղ ընդունված էր մեջը այդ մեծ ինստիտուտները ունենալ շկոլա будущих хирургов եւ ինքը այդ գաղափարը բերել էր Հայաստան պրոգրեսիվ շատ գաղափար եւ 4-րդ կուրսից գալիս էին հարցազրույց էին անում բժշկական ուսանողներին եւ ընտրում էին մեջից 10-20 հոգի լավ սովորող եւ աշխուժ ինչ որ վիրաբուժական ցանկություն ունեցողներին տանում էին այնտեղ մեծ սենյակներ էին տվել այդ կողքի կորպուսու Միքայելյանի եւ դասերից հետո գնում ենք այնտեղ մեր հետ դասեր էին անցկացնում ասեմ որ ձեզ այն մութ ու ցուրտ տարիներին դասերի մեջ կար բացի այդ վիրաբուժական առարկաներից կոմպյուտերի դաս կար որն հիմա մեկ կոմպյուտերщикներ գալիս են բաներ անում են ասում եմ ընկերներս ես սաղ բաները սարքում եմ այն կոպիտ բաները դուք պիտի անեք ամեն օր պարոլը դրել եք ադմինիստրատորի բացեք ես կանեմ որտեվ 286 կոմպյուտերը լսել եք այդ չէ Այս պենսիումներն են, չէ, եկել հետո, բայց մինչև այդ կար պենսիումը 586 էր, հետո դրանից առաջ 486, 286 առաջի են կապույտ սև էկրանով, որ միշկա չուներ։ Կլավիատուրով, նոր տնով աշխատող, այս բան ֆլոպի դիսկով, դրա վրա սովորացրել են արդեն այն ծրագրերից գիտեինք, մինչև է մյուսը։ Բացի այդ անցնում էինք անգլերեն, ֆրանսերեն եւ բոքս։ Բազմակրթական ոնց որ ասում բոքս ինչի ասում է շատ կարևոր է բոքսը շատ կարևոր է հատկապես վիրաբուժ ռոլգի չէ վիրաբուժական դպրոց է վիրաբուժի համար բոքսը պետք էր որովհետև այն 90-ականներին 80-ականներին եթե հիվանդի հետ մի բան պատահում էր պիտի բարեկամներ գային կոտրեին սա հիվանդանոցի դուր պատուան ազնակազմի եւ այլն ասում պիտի պատասխան տակ որ չէ ինչ վիրաբուժ Երկու տարի բոքս ենք պարապել։ Չեմ պերչատկի կա կախած։ Տեսնում եք ինչ հետաքրքիր պատմություն։ Դու բժիշկ ես դե բոքսորս ասում եմ էսի երիտասարդ վախտվա պահանջներ բոքսի։ Ինչև է բանը։ Վիրաբուժությունից ո՞նց է կան կուրալոգը։ Այդտեղ նաև առաջի տարին սովորելուց հետո 4-րդ կուրս էինք ընդունեցին տարբեր բաժիններով ֆելդշեր մեզ ընդունեցին։ Եվ ես թոքային վիրաբուժության բաժնի ֆելդշեր էի, այսինքն այդ բուժքուրի ու բժշկի մի քիչ արանք էլ այդպես արդեն թողում են քույրերի տեղ գիշերները հերթապահություն եւ այլն այնտեղ թոքային վիրաբուժը այդ ժամանակների հանրայդ Էդուարդ Թադևոսովիչ Կարապետյանն էր պրոֆեսորը, որ այն թվերին այն ամենածանր թոքային տուբերկուլոզ վիրատող Ուռուցք եւ այլն բազմաթիվ դեպքեր կար գիշերը այդ կռիվները շատ էին բերում էին կռիվ արած այդ քանակերում էր բաներ ռազմորկեկ դանակով սիրտը խփած եւ այլն ինչ արագությամբ էր բացում սիրտը կարում էր սաղային մնում 2 տարի այդտեղ աշխատել է եւ արդեն ինստիտուտը ավարտելուց ընդունվել էի բան կլինարդինատուրա թոքային վիրաբուժության Հետո հանգամանքներից նոր թղթերս տվել էի մեր բարեկամներից պոչնի կոլիկա ուներ եւ գնացել ենք տեսության հետո իմ քավորներ գինել գինեկոլոգ էր արդեն դուրս էր եկել կոլիկայից այս առաջի հիվանդանոց ուրոլոգիայի կենտրոն կար միակ քարափշրման սար կար որ բուժել էին մեկ օրում Բա ինչ է սա Արտուր ջան, ես ասում դե ավարտել եմ, ընդունվել եմ թոքային վիրաբուժության, թորակալ բան։ Վայ, ոյ, կապեց, ինչ գործ ունես, ինչի տապե դա սպորոլոգիան սիրուն թողած, ինչ ես գնացել այդ ծանր այդ բրոնխիալ բաներով։ Ես էլ քանի որ Միքայելյանում ամենազարգացած ուրոլոգիայի բաժիններից մեկն էր, պրոֆեսոր Աղաջանյանի, երբ որ թոքայինում աշխատում էի Տեսնում եմ, որ այն բաժինը տարբերվում է։ Եթե բոլոր այդ բաժինները սովետական ձևի զարգացվածության, այն մարդու բանը ինքը Ամերիկա շատ գնացել եկել, ամերիկյան ոչ է։
Չունեն կոմպյուտեր չունեն չէ։ Մենակ մեր ասոցիացիայի նախագահը չէ, դες չի ուրոլոգիայի մեջ գումար չկա։ Սա կասել եմ մասը։ Ուրեմն արդեն ոնց որ շեղվել է թե փաստորեն ավելի նենց սավրեմեննի բանկա, իրենց թե իր հակու կապը շարժու ձևը, առած գաներ լրիվ տարբերում էր։ Լրիվ։ Առաջի բաժանմունքի մեջ գրադարան կար այդ ամերիկյան գրքերով, չգիտես, Campbell's Urology եւ այլն, որը վիդեոթեկա կար, վիդեո այն վաղտե դիսկեր բաներ չկար, կոմպյուտեր էլ չկար այդ բաժիններում, վիդեոֆիլմեր կար, ինչպես նայես, սենց այսօր մեր բարեկամը այդպես մեր քավորքինը հեղափոխեց մի ժամվա մեջ այնքան բան արեց ինձ, ասեց գնա, ստիպեցին գնացի, հանեցի թղթերս, տարա բան, ուրոլոգիա։ Իսկ քանի որ Մխիթար Հերացու անվանական թոշակառու էի, նույնիսկ տեղ էլ չլներ, որպես այդ ասել են որ բժշկական ինստիտուտից ասեն, որտեղ ուզես կընդունես, որտեղ համար առաջին թոշբանն ես, պրեստիժի թոշակառուն։ Գնացի, ասեցի Էդուարդ Թաթևիչ կներեք փոխում եմ ուրոլոգիա, գնացի Իվանգերաշ, ինչ ասի, նայեց ասեց, ոչ մի պրոբլեմ չկա, կարող ես գալ։ Երկու ամիս հետո զանգեց նախկին շեֆս, բա կարող ես գաս մոտս, պրոֆեսոր Կարապետյանն ասի, այո, եկավ հանեց վեստիկ խիրուրգի ժուրնալ կար գիտական, ասում վերցրու ես համարը, այստեղ մենք բաժնով հոդված էինք տպագրել, սաչետնեյ խինակոկ լողկիխ и других органов, քո անունն էլ կա այդ բանի մեջ, ի հիշատակ, որ 2 տարի մեր հետ աշխատել ես, այդ աբզորի մի մասն էլ ես էի արել այդ հոդվածի, ինչ հաճելի է, որ միշտ գնահատված ես քո գոլեգաների կողմից։ Հետո իհարկե ինչ հարցումներ ինքն էլ դիմում էր ինձ եւ այլն, в общем այդպես ոնց որ Գալիգիալնիսը միշտ բախվել է։ Այդպես դարձա ուրոլոգ։ Շատ հետաքրքիր պատմություններ, դուք էլ չէիք պատահական մի բան հիշեցի, գիտես, մեջս տպավորված էր, հիշեցի, որ ես ինստիտուտի տարիքում ուրոլոգիայի ցիկլը մենք Միքայելյանում ենք անցել, ու սենց հիշեցի, որ երբ որ ես մտա այդ լսարան, չեմ էլ հիշում ինչ լսարան էր, մի անգամից ասացի ոնց որ բանում լինենք, գրադարանում լինենք։ Այդ մեր գրադարանն է։ Հիմա իհարկե փոխել են, բայց այն շկաֆերը գրքերը շարած եւ մի տեսակ սենց այստեղ այդ մենք ամեն առավոտ քննարկում ենք լրիվ այն ժամանակ դերևս այդ իմ շեֆը ասում էր կլին արդինատոր անունը սխալ է Ամերիկայի կամ Եվրոպայի պես ռեզիդենտ պիտի ասվի որտեղ ասում արդինատոր բառը ռուսերեն գիտեք հետո բժիշկ եք դառնում սենյակի վրա կպսրած արդինատոր ասում բժիշկը չի կարող արդինար մարդ լինի բժիշկը ոչ արդինար է ինքը այդ անունը պետք չի կպցնել դրա համար մեզ ռեզիդենտ են ասում որ ու եթե ուրիշ տեղ սենյակներ էր օբշի մեր ամեն մեկս 2-2 հոգով այդ բաժանմունքում մեր սենյակներ ունեինք այսինքն հնարավորություն էր որ մնաս գիշեր-ցերեկ այդտեղ թե Իվանների հետ թե գրականության թե այդ վիդեոֆիլմեր որ նայենք մենք գոլեգաներ ունենք ամեն գիշերները գայս էր կասետ ու իր վիդեո բանը բերում էր միասներ կոպիա էր անում իր համար այդ ֆիլմերը որտեղ ասում էր ես որ ավարտեցի գնացի մի հեռավոր շրջան որտեղից պիտի տեսնեմ ես ինչպես են անում ամերիկյան վիդուշի կլինիկաների բաները ինստրուկցիաները ինչպես վիրատել Ամեն դեպքում ոնց որ հենց Հայաստանում ուրոլոգիայի զարգացման հենց սկզբում է եղել, իսկ մեզ օրինակ շատ հեշտ է, որովհետև փաստացի մենք դուք անկունքներում եք եղել, իսկ մենք արդեն իսկ ոնց որ պատրաստի մասնագետների հետ աշխատելով ավելի հեշտ ճանապարհ ենք անցել, էլի ոչ մեկի ճանապարհն էլ դժվար չէ, հեշտ չէ, ես հասկանում եմ, բայց ուղղակի անհամեմատելի է այն ժամանակվա բժիշկների արածը Հիմիկվա արդեն տեխնոլոգիաների ժամանակ գիտեք ամեն մի նոր ինչ որ բան որը չէր արվում Հայաստանում հիմա նայում եմ պիտի գտնեիր մարդիկ այդքան գումարներ չունեին հազարավոր նամակ գրեին գրանտներ ստանային գնային ինչ որ մի եվրոպական կլինիկա տեսնեին գային ներդնեին հիմա երիտասարդներն ասում են որ պրակտիկորեն բան չկա ուրոլոգիայում որ այստեղ չի արվում որ տեղում պիտի տեսնեք այն մի ռոբոտը չունենք Այն էլ տեսակ մեկ ամսվա մեջ մեկ ընդհանրապես չկար
3 ռոբոտ մեկ ամսում միանգամից հայտնվեց տարբեր կլինիկաներում։ Ամեն դեպքում մեկ երկուսն էլ ճանապարհին են շուտով կգան, այն որ ասում են Հայաստանում, այն որ ապտեկային բացում, սա ազգով ապտեկային բացում, կամ ամբողջ ազգով ապարատ են վերում, բոլորը բոլորը MRT են վերում կամ ռոբոտ են վերում։ Նույնը MRT հետազոտությունը, ասեք, որ հիմա շատ մատչելի եւ հասանելի ավելի, հասանելի։ Հիմա որ վերադառնանք MRT-ին, Պիրացին հասանք, Պիրացի հետ էլ ուրեմն այդ Պիրաց դասակարգում որ հայտնվեց, սկսեցին գրել Պիրաց 3։ Ես գիտեի որ դուք ես ուզում եմ ինքս ձեզ այդ հարցը տալ, Դավիթին արդեն տվել եմ, հասկանում։ Ուրեմն Պիրաց 3, 1 2 3, հետո ասում եմ լավ ընկերներ, կոպիտ ասեմ, իհարկե ինքը այդպես չի, բայց բերենք կենցաղ, բերենք կոնսուլտատիվ կաբինետ։ Մենք MRT երբ ենք ուղարկում Իվաններին։ Երբ որ ինչ որ ձևով կասկած ունենք, որ մեջ կա քաղցկեղ կա, չէ՞։ Իսկ ինչ որ PSA-ով մատով կամ եւ այլն։ Եթե գնաց MRT հետ եկավ գրվեց 3։ Այսինքն կասկածելի։ Մարդը 100,000 դրամ ծախսեց, կասկածը մնաց։ Ինչումներ այդ, ինչի համար այդ MRT-ն անցել։ Ստիված բոլոր այն գոլեգաներն ով որ սկսեցին բանկավակ զանգեք ում ուզում եք հայդիներին հարցրեք։ Զանգել եմ, ասել եմ ընկերներ, ուրեմն ես դնում եմ Պիրացի կլասիֆիկացիայի փոփոխություն։ Ուզում եք գրեք Պիրաց գիծ ու ուրոլոգիչսկի, գրեք Պիրաց գիծ G գրապսկի։ Ես ձեզ արգելում եմ Պիրաց 3։ Ես ձեզ ասում եմ գրում եք Պիրաց 1-2 կամ 4-5։ 3-ը չեք գրում։ Որոշ բան հետո ասում լավ, քանի որ ինքը այնպես չի որ միշտ 3-ը նշանակում է կասկածելի եւ այնպես չի որ 3-ը դա չի տալիս ինֆորմացիա թե ինչ է։ Ասել օքեյ, ասի որպեսի չէ, ինքը հիմա եթե 3 եղավ բիոպսիա պետք է անենք քիմիկա պրոտոկոլով։ Այսինքն Մենք դեպ կներեք ունենք տենց դիալոգ, մեկ որ պացիենտ ալինում, որ հենց ձեր պացիենտն է, կարող է իրար հետ խոսանք, որ մերին զանգի ասի մի հատ նա էլի գրապսկի պացիենտն է հանկած, որ 3 չգրում։ Բայց ասեք չեն գրում ձեզ համար 3-ը։ Իրական ոչ մեկի համար չեն ճանաչում ձեզ, չէ։ Երբ որ առաջի պատասխանները տեսա, ես չգիտեի որ այդպես կլինիկա կա։ Հա։ Չգիտեի։ Բայց նու մեզ ուրիշ տեղից էիք ճանաչում ենթադրում։ Կարդալուց չէ։ Անկեղծ եմ ասում, բուն անազգամ գրած ես չգիտեի ովքեր են։ Կարդալուց ես զգացի որ այս մարդիկ ճիշտ են։ Ամենայն դեպս պատասխանի գրելու ոճը եւ այլն զգացվում որ նայած է, ինչ որ մտածած է, գրած է, չգիտեմ, բայց այն չի որ ասեցի կարդում եմ։ Կոլեգիալ ոչ բաներ չեմ ուզում ասել, բայց մյուս անգամ ասում եմ սոնոգրաֆիա կլինի, մեր մոտ անեք, ոչ այնտեղ։ Ուրեմն վերջ ասի լավ կոմպրոմիս ենք անում մեր MRT-ի ռադիոլոգին, ասի գրում եք, եթե գրում եք ուզում եք 3 գրել, գրում եք 3 գիծ 2, 2 գիծ 3, կամ գրում եք 3 գիծ 4, որ ես իմանամ անորոշը, բայց դեպի այս կողմը ավելի շատ, ավել բիոպսիա եւ բան չանենք։ Եվ 3 եթե 4-ը արդեն ավելի լավ անենք, որ բաց չթողենք ինչ որ մի պրոբլեմատիկ հարց։ Մենք դա օրինակ զանգով ենք անում, զանգում ենք, ասում ենք 3 եմ գրել, բայց դեպի 4 ենք գնում կամ դեպի 2 ենք գնում։ Այդ մենք գծիկներով ենք բանարել։ Մյուս անգամ տենց կանենք։ Բայց տեղեր կա որ ստաբիլ 3 են գրում։ Ես արդեն չեմ էլ ուզում, հասկանում եք, որ մարդու 1-2 անգամ ասում ես Ես անգամ արդեն նեգատիվ է սկսում ընկալել եւ ասում եմ լավ, մենք չպետք է փոխենք այդ մարդուն եւ ես չեմ ռադիոլոգ որ իրեն ասեմ ինչ անենք։ Այն մարդն էլ իր չափով սովորել այդ հասել այդտեղ։ Շատ լավ զրույց էր, մի քիչ լարված։ Ինչի լարված։ Ամեն դեպքում պատասխանատվությունն է ձեր կալիբրի բժշկի հետ խոսալը եւ հարցազրույց վերցնելը ձեզնից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերը ընդունելու համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ MRT ոդկասթի գլխավոր գործընկեր MRT կլինիկն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ եւ ձեր պրոֆեսիոնալ պատասխանների համար։ Ուսամ որ ձեր նաեւ այդ կլինիկան եւ այլն զարգացումը կգնա ճիշտ եւ առաջ։